Թող Տերը օրհնի բոլորիդ, զորացնի ձեզ և շնորհ անի ձեզ, որ կարողանաք հասկանաք և այն ինչ որ արժանի է Տիրոջ մեջ ընդունեք։ Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստան, նույնպես էլ Քրիստոս մեկ անգամ պատարակվեցավ շատերի մեղքերը վերառնելու համար։ Երկրորդ անգամ առանց մեղքի կհայտնվի իրեն սպասողներին փրկելու համար։ Ամեն։ Ես այսօր ուզում եմ, որ կոնկրետ շեշտը դնենք իրեն սպասողների համար։ Շատ անգամ մենք քրիստոնյաներս մտածում ենք, որ եկեղեցում ենք, եկեղեցու անդամ ենք, արդեն ոմանքս երկար տարիների, ոմանքս ծառայության մեջ ենք, բայց մոռանում ենք կարևորագույնը, որ մենք պետք է ամեն օր սպասենք Տիրոջը։ Եթե մենք այդ զգացողությունը չունենք մեր առօրյայի մեջ, ժամանակների մեջ մենք կմոռանանք, ինչի համար ենք կանչված եւ ուր ենք գնում։ Եվ ամեն օր սպասելը պատճառ է դառնում մեզ ամեն օր սրբվելու, ամեն օր սպասվելը պատճառ է դառնում ամեն օր զգաստանալու։ Եթե ամեն օրը մոռացվում է, նորից եմ ասում, մենք արդեն կամանցից սկսում ենք ապահովագրվել այս երկրի վրա, նամանավանդ այն շնորհների մեջ, այն պարգևների մեջ, որ Տերը տալիս է մեզ։ Եվ ես ուզում եմ, որ նորից մենք բացենք, նայենք Հայտնության վերջի գլուխ 22-րդ գլխից 17-րդ խոսքը։ Եվ հոգին եւ հարսը ասում են եկ, եւ լսողն ասե եկ, եւ նա որ ծառավ է, թող գա դեպի ինձ։ Եվ 21-րդ խոսքն ասում է վերջինը։ Այս բաների վկայողն ասում է, այո, ես շուտով գալիս եմ, ամեն, եկ Տեր։ Շատ անգամ առիթներ ենք ունեցել մեր շփման մեջ, մեր ծառայության մեջ, մեր առօրյայի մեջ, մեկս մեկից հարցնելու։ Կուզես այսօր որ Տերը գա, կամ պատրաստ ես այսօր դիմավորելու Տիրոջը։ Եվ շատ տարբեր բաներ ենք լսում։ Չէ, որովհետև ես իմ փորձից եմ ասում։ Դեռ կիսատ գործեր ունեմ, ոչ թե աշխարհի մեջ, այլ Տիրոջ տան մեջ։ Ի նկատի ունենք կիսատ գործեր։ Մեկն ասում է, որ դեռ պատրաստ չեմ, միգուցե մտածում է, որ դեռ իր սրբության կյանքը իր պատկերացումով չի հասել կատարյալին։ Եվ շատ նման բաներ, բայց Աստծո խոսքն ասում է, հարսը եւ հոգին ասում են, եկ Տեր, արի Տեր, սրա համար չկա ժամանակ, սրա համար չկա որևիցե մի բան, այլ մենք սրտով պետքա պատրաստ եղնենք ամեն ժամանակ ասելու, արի Տեր։ Ես մի անգամ առիթ ունեցա եղբայրական խմբով հավաքույթի, ճաշկերույթի եւ այնտեղ խոսում էինք սրա մասին, որ Տիրոջ գալը, երնակ Տերը շուտով գա, եւ կակրած ես սրա մասին էի ասում, որ Երանի գա Տերը, եւ շուտ ստեղից գնանք, եւ եղբայրներից մեկը ինձ ասում է. «Իրոք այդ ձև ես ուզում»։ Ասում, հա, իրոք այդ ձև եմ ուզում։ Ասում, շատ մեծ կարծիք չունես քո վրա։ Ասեմ, ինչի համար։ Ասում, դու այդքան կատարյալ ես, որ այսօր Տիրոջը սպասում ես։ Միգուցե ոմանքը նման ձևով եք մտածում, մոռանալով այն շնորհի ու ողորմության համար, որ Տերը ունի ձեզ համար անելով, եւ մոռանում եք, որ ոչ թե ձեր գործերով, այլ նրա շնորհով ու ողորմությունով եք դուք փրկված։ Եվ սա պետք է առիթ չլինի, որ մենք մտածենք նրա շնորհի ողորմության մասին եւ ապրենք այնպես, ինչպես որ մենք ենք ուզում։ Քո հոգին, ինչպես գրված է Հայտնության վերջի գրքի մեջ, պետք է արձագանքի, այո, եկ Տեր։ Սա է ճշմարտությունը։ Ամեն անգամ, երբ որ դու դրա մասին մտածես, քո ներսը պետքա ասի սա, այո, արի Տեր, որովհետև հարսը կանչում է, արի Տեր։ Եվ սա քեզ համար լավագույն զգաստության նշաններից մեկն է։ Երբ որ դու կարող ես հասկանալ, դու ճիշտ ճանապարհի մեջ ես թե ոչ։ Եվ ինչպես մենք կարդացինք 9-րդ գլուխը Եբրայեցիների 27-28-րդ խոսքերը, Հիսուս Քրիստոսը վերադառնալու է
ոչ թե ճակերտների մեջ եկեղեցու հետևից, ոչ թե հավատացյալների հետևից, այլ իրան սպասողների հետևից։ Եթե մենք սպասում ենք նրան, մենք մեր սրտերի մեջ ամեն օր ունենք այդ նույն բանը, արի Տեր։ Անկախ նրանից, թե ինչ գործեր ունենք կիսատ թողած եւ չավարտած, բայց մենք մեր սրտի մեջ սա ենք ասում, արի Տեր։ Եվ սիրելիներ, թող այդ զգացողությունը եւ այդ հավատքը ձեր մեջ ավելի զորանա եւ հասկանաք, որ ոչ միայն ձեր գործերով, ձեր ապրած ժամանակի ինչ որ մի ընթացքի պատճառով, այլ Տիրոջ շնորհով դուք փրկված եք։ Եվ սա առիթ կեղնի ձեզ համար ավելի զգաստ եղնելու, ավելի ուրախ եղնելու, ավելի ձեր սպասումները բուրըն ձեր կյանքերի մեջ ունենալու համար։ Թող Տերը օրհնի ձեզ ու զորացնի ձեզ։ Ես ուզում եմ անցնեմ հիմնական խոսքին։ Ելից 33-րդ գլուխ։ Ես պետք է խոսեմ 18-րդ խոսքից, բայց մինչև այդ Մովսեսը Տիրոջը ասում է, խնդրում եմ քեզ, ցույց տուր ինձ քո փառքը։ Մենք մինչև 33-րդ գլուխը մենք տեսնում ենք այն հրաշալի ճանապարհը, որ Մովսեսն անցավ։ Այն 10 հրաշքները, բացի այդ 10 հրաշքները, այն հանդիպումը Տիրոջ հետ այրվող մորենու լեռան վրա, այն կոչումը, որ նա ստացավ այդ լեռան վրա, այն հրաշալի հրաշքները, որ նրա միջոցով Աստված արեց Եգիպտոսում։ Շատերը ասում են, որ պատմության մեջ նման եղած չի, որ այդ կարճ ժամանակի մեջ այդպիսի հզոր եւ ահարկու հրաշքներ եւ պատուհասներ եւ դատաստաններ տեղի ունենան ինչ որ մեկի հանդեպ, մի ազգի հանդեպ։ Ես ուզում եմ, որ մենք մի պահ խորենք սրա վրա։ Արդյոք սա փառք չէր։ Արդյոք այսօր, որ մենք ապրում ենք եւ լցված ենք Տիրոջ շնորհներով, ծառայում ենք Տիրոջ շնորհներով, արդյոք մենք մեր մասին չենք մտածում այդ ձև կամ մեկս ինչ-որ մեկի մասին, որ ավելի շատ լցված է այդ շնորհներով, որ Տիրոջից տրված է, սա էլ հենց Տիրոջ փառքն է, որ այս մարդու վրա է։ Միթե սրանից մեծ փառք կար, ինչ էր ուզում Մովսեսը Աստծուց։ Ինչ կարար դրանից ավելի եղներ մի մարդ, որ հզոր կանչ եւ այդ կանչի միջոցով մեծ դատաստաններ, հրաշքներ ու նշաններ, որ մենք որպես նոր կտակարանի, նոր ուխտի մասնակիցներ եւ հաղորդակիցներ, միգուցե շատերս, միգուցե բոլորս, լա դեռ ականատես չենք եղել նման բաների։ Ինչի մասին է խոսում Մովսեսը, Տեր, ցույց տուր ինձ քո փառքը։ Ես ուզում եմ, որ մենք մեր պատկերացման մեջ ինչ-որ մի բան փոխենք։ Արդյոք մենք մինչև այսօր եւ այսօր մտածում ենք, չենք մտածում նրա մասին, որ երբ որ Աստված իմ ձայնը ավելի, երբ որ Աստված այն պարգևը, որ իմ վրա կա, ավելի զորացնի, միգուցե Աստված ավելի ու ավելի կառաջնորդի ինչ-որ մի բանի մեջ ձեզ։ Միթե մենք մտածում ենք դեռ, որ սա է այն փառքը, որ երբևիցե մենք կարող ենք ունենալ մեր կյանքերի մեջ։ Եվ շատերը, որ չունեն, նրանք մտածում են ունեցողի մասին, որ երանի ես էլ ունենամ, որովհետև ինչ-որ մի բան, մարդը երբ որ կանգնում է բենի վրա, ես ուզում եմ, որ մենք ավելի անկեղծ եղնենք, ճակերտներով ինչ-որ մի փառավոր բան ասա։ Մարդը, որ երգում է Տերը օրհնի Գայանեին, ամեն անգամ ես ներկա եղնելով այդ փառաբանությանը, երկրպագությանը եւ այդ խմբին, Աստված թող հարուրապատիկ ձեզ ավելի ու ավելի սրա մեջ տանի։ Դուք շատ հրաշալի եք։ Միթե սա է այն փառքը, որ իրանք երբևէ մտածում են, որ Աստված իրանց տվել է։ Ինչ էր ուզում Մովսեսը, ինչ ենք ուզում մենք այսօր։ Հովհաննես Մկրտիչը երբ որ մարդկանց ապաշխարության կոչ էր անում եւ հանկարծ հայտնվեց Տեր Հիսուսը եւ երկնքից մի ձայն լսվեց,
Ինչի համար որ այսօր ես ուզում եմ խոսամ։ Սա է իմ սիրելի որդին, որի վրա է իմ ամբողջ հաճությունը, սրան նայեք, այլակերպության լեռան վրա, ինձ ամենաշատ զարմացնող տեղերից մեկն է, հանկարծ նրանք տեսնում են 3 հզոր Աստծո մարդկանց, որոնք արդեն անցյալում էին, եւ նրանք տեսնում են ներկայում, եւ այդ ուրախությունից Տիրոջն ասում են Տեր, արի 3 հատ խրճիթ այստեղ սարքենք, ինչ լավ աստեղ, այս հայտնությունը, այս ներկայությունը, այս հրաշալի տեսիլքը, եւ հանկարծ ասում մի ամպ ծածկեց նրանց, եւ երկնքից մի ձայն լսվեց, սա է իմ սիրելի որդին, սրան նայեք, եւ գրված է որ նրանք իրանց բերանների վրա ընկան, բայց մեր մարդկային պատկերացումով բերանի ընկնելու ավելի շատ այն երևույթն է, երբ որ անցածից ինչ-որ մարդ ես տեսնում, սա մի տեսիլք էր, որ անհնարին էր, սա մի կորած մարդ չէր հայտնվել, սրանք տարբեր ժամանակների մեջ մահացած, Տիրոջը մոտ հավաքված մարդիկ էին, միթե սրանից ավելի զորավոր էր այդ ձայնը, որ նրանք իրանց բերանների վրա ընկան, այո, սա է Տիրոջ միակ նպատակը, սա է Աստծո միակ ծրագիրը, միակ խորհուրդը, որ նոր կտակարանի մեջ շատ անգամներ մենք հանդիպում ենք, որ Քրիստոսի խորհուրդը ծածկված էր դարերի մեջ եւ վերջին ժամանակներում կամ օրերում հայտնվեց մեզ այդ խորհուրդը, որ Աստծո ամբողջ հաճությունը դրա վրա է։ Եվ հանկարծ Մովսեսը այդ ամեն ինչի մեջ նորից Տիրոջը խնդրում ասում է Տեր, ցույց տուր ինձ քո փառքը։ Եվ Տիրոջ պատասխանը նրան հետևյալն է. Աղաչում եմ քո փառքից ցույց տուր ինձ, եւ Եհովան ասեց. Իմ բոլոր բարությունը քո առաջից պիտի անցկացնեմ, եւ Եհովայի անունը քո առաջին պիտի կանչեմ, եւ որին որ ողորմեմ, կողորմեմ եւ որին որ գթամ կգթամ, եւ ասեց. Դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետեւ ոչ մի մարդ կարող չէ ինձ տեսնել, եւ ասեց. Ահա ինձ մոտ մի տեղ կա, եւ մի քանի խոսք հետո ասում է, որ ես քեզ կծածկեմ այդ ժայռի խորոչի մեջ, եւ ավետարանն ասում է, որ Քրիստոսն էր Քորեբի լեռը, այն ժայռը, որ բխում էր եւ մենք խմեցինք, եւ ասում է, որ մեր ապաստարան այդ լեռն է, որպես լեռ Տերը մեր կյանքերի մեջ, մեր ամուր ամրոցն է Տերը, եւ Մովսեսը որպես հին կտակարանի հին ուխտի ներկայացուցիչ, նրա մեծագույն ցանկությունը եւ այն հայտնությունը, որ Աստված տվեց, Քրիստոսի խորհուրդը, սիրելիներ այս կյանքի մեջ, մեր միակ տեղը, դա Քրիստոսի մեջ է, որովհետեւ մենք չենք կարա որևիցե մեր շնորհներով ու տաղանդներով հաճեցնենք Աստծուն, որովհետև Աստծո ամբողջ հաճությունը դա իր որդի Հիսուս Քրիստոսի վրա է։ Եթե մենք բնակվենք նրա մեջ, եթե մենք գտնվենք նրա մեջ, եւ սրա մեջ է Աստծո պատիվը, Աստծո ողորմությունը, շնորհը, այն ինչ որ դու մտածում ես քո կյանքի համար, Քրիստոսում լինելու մեջ։ Եվ սա էր Մովսեսի ուզածը ցույց տուր ինձ քո փառքը։ Եվ Տիրոջ փառքը միայն, եւ Տիրոջ լավագույն շնորհն ու պատիվը միայն, դա իր որդի Հիսուս Քրիստոսի մեջ է։ Եթե դուք ուզում եք, որ ավելի հաստատ եղնեք, ավելի զորանաք ու առաջ գնաք, դուք պետք է կարևորագույնը չմոռանաք, ինչի համար եք կանչված, եւ պետք է Աստծո ձայնը ամեն ժամանակ ձեր ականջներին գա, որ ոչ թե դուք ինչքան գեղեցիկ եք, ինչքան սիրուն աչքեր ունեք, կամ ինչքան լավ է ձեր ձայնը, կամ այն օծությունը, որ Աստված ձեր միջոցով արտաբերում է, այլ դուք պետք է իմանաք, որ միակ հաճությունն Աստծո իր որդի Հիսուս Քրիստոսի վրա է։ Եթե մենք գտնվենք նրանում, Հռոմեացիների 8-րդ գլուխ առաջի երկու խոսքերը հետևյալն են. դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսում լինողների համար։ Երբեմն մենք մտածում ենք Քրիստոսով,
Հրաշալի է Քրիստոսով։ Տեսեք ինչ է խոսում Փիլիպեցիների թղթի մեջ Պողոսը։ 3-րդ գլխի մեջ 5-րդ խոսքից 8 օրվա թլփատված եմ։ Իսրայելի ազգից եմ։ Նա շարադրում է այն բոլոր պրիվիլեգիան առավելությունը հայերենով, որ ուներ ինքը իր կյանքի մեջ։ Ես խոսում եմ նրա մասին, այն ինչ որ դու ունես այսօր Քրիստոսի մեջ։ Նա բարձենում էր սրանով, չէր բարձենում, ավելի շատ ցույց էր տալիս լավագույն բարձանքի հիմքը, որ իր կյանքի մեջ կար, որ տվյալ ժամանակների մեջ ունենալով այդ ամենը հասարակության մեջ, իհարկե հրյա հասարակությունը դա այսօրվա մեր հասարակությունը չի, այսինքն սրանք Աստծո ժողովուրդն էին։ Ես երբ որ խոսում եմ հասարակության մեջ, դուք կարող եք տեսնել մեր հասարակությանը, Աստծո ժողովրդի։ Նա շեշտում էր այդ հասարակությանը, այսինքն տվյալ Աստծո ժողովրդի մեջ, այն առավելությունները, որ ուներ ինքը, 8 օրվա թլփատված եմ։ Իսրայելի ազգից եմ, Բենյամինի ցեղից, եբրայցիներից, օրենքի կողմից, փարիսեցի, ջերմեռանդության կողմից, հալածող էի եկեղեցում, օրենքի արդարությանը նայելով, անարատ էի։ Այն ինչ որ ես իմ մասին կարամ մտածեմ, ամեն ինչ լավ էր։ Բայց ինչ բան որ ինձ շահեր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Հենց ամեն բաներն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բաներից զրկվեցի, աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ եւ ինչ նրանում գտնվեմ։ Այս ամբողջ շարադրանքը հետեւյալն է հետապնդում, որ նրանում գտնվեմ։ Որովհետև ոչ թե Հիսուս Քրիստոսով գործողներին, գիտեք ինչ, մենք բոլորս գործում ենք Հիսուս Քրիստոսի անունով, այսինքն Հիսուս Քրիստոսով։ Մենք այսօր երգում ենք, մենք այսօր դիվային աշխարհի հանդես ենք գալիս Հիսուսի անունով։ Այսօր մենք հրամայում ենք Հիսուսի անունով։ Բայց Պողոս առաքյալը Հռոմեացիների թուղթն ասում է, որ դատապարտություն չկա նրանում գտնվողներին, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Ձեզանից շատերը գիտեք, Գաղատացիների 5-րդ գլուխ, կեսից այն կողմ, որն է մարմնի գործերը եւ որն է հոգու գործերը։ Ես չեմ ուզում դրա մասին կարդամ, հիշեցնեմ ձեզ, եւ մեր մանուկներից շատերը արդեն դրանք անգիր գիտեն։ Մենք պետք է վերանայենք սա, որ մարմնավորապես ապրողը հակառակը Աստծուն, այլ հոգևորապես ապրողները, որ գտնվում են, մնում են նրա մեջ։ Եվ Մովսեսին Տերը դրեց այդ ժայռի մեջ, որը խորհրդապատկում էր Քրիստոսի վերքերը։ Այդ ժայռը Քրիստոսն էր եւ այդ ժայռի խորոչը նրա վերքերը։ Այս կյանքում ամենաապահով տեղը, որ երբևէ դու կարող ես մտածել, դա Տիրոջ վերքերի մեջ, այդ խորհուրդն է, Տիրոջ մեջ մնաս, որ հանգստություն ունենաս, եւ այն առավելությունները, որ տրված է քեզ, երբ որ դու գործի դնես Տիրոջ մեջից, դու ոչ միայն հաջող պատխաբեր կյանք ունենաս, այլ բարի հավատարիմ ծառա կմնաս։ Եվ Տիրոջ հաճությունը քո վրա կեղնի։ Սիրելիներ, մեզանից ավելի երիտասարդներն ավելի լավ են հասկանում, որ գնալով ժամանակները այնպիսին են դառնում։ Մենք չենք հասկանում ուր ենք գնում։ Մենք չենք հասկանում երբեմն այս ինչ քամիներ են մեզ տանում այս կողմ այն կողմ։ Բայց մի բան, որ մեր վստահությունն ու ուրախությունը դրա մեջ է, որ մեր Տերը ամեն բան գիտի։ Դուք կարողանում եք պատկերացնել մի երեխայի այն գոռոցների, ճվոցների,
այն վատ իրադարձությունների մեջ ինչպես է իր մոր փեշից բռնած։ Նա մենակ վախենում է եւ նրա գործը նա է որ կպնի իր մորը։ Եվ այս օրերին մենք պետք է այդպես եղնենք Տիրոջ հետ։ Մենք շատ բան չենք կարող հասկանանք։ Մենք շատ բան չենք կարող բացատրենք։ Այսօր աշխարհը գնում է դեպի արհեստական մտքերի, արհեստական աստված կառուցողության, այսօր աշխարհը կանչում է մարդկությանն, ասում է, որ եկեք իմ մոտ սովորեք, եւ այսօր ամենակարևորագույն ուսուցման կիզակետում են բոլոր այդ սվերաները, որ այծի սվերաներում են ձեզ ուսուցում տալիս։ Մենք պետք է սրա մեջ գնանք, ես չեմ ասում, որ պետք է զատվենք, բայց մենք պետք է կարևորը չմոռանանք, որ այս ամենը մարդկանց տանում են միայն միտեղ անջատվելու վերջնականապես Աստծուց։ Եվ շատ բաների մեջ մենք չենք հասկանում, չենք կարողանում տեսնենք, բայց ամենալավագույնը սա է, որ մենք բռնենք մեր Տիրոջ փեշերից, մենք գտնվենք նրա մեջ, մենք վստահենք Տիրոջը, որ ինչ էլ որ եղնի, նա խոստացել է երբեք մեզ չի թողնի։ Որովհետև սիրելիներ, եթե մենք մարմնավորապես ապրենք եւ այն շնորհների հետ հանդերձ, մենք պետք է մեռնենք։ Մենք պետք է մեռնենք։ Իսկ եթե մենք հոգեվորապես ապրենք, մենք պետք է ապրենք։ Ես կոչ եմ անում ձեզ, որ դուք զորանաք, որ դուք ամուր բռնեք այն, ինչ որ Աստված ձեզ տվել է։ Ես ուզում եմ մի պատմություն պատմեմ։ Մի միջին տարիքի տղամարդ կար մեր մոտ Կայլազինում։ Ինքը մուսուլման էր։ Մենք մի եղբայր ունեինք, այս եղբայրը նրան վկայել էր։ Եվ մի օր զանգեց ինձ ասա, որ այդ տղամարդը Սյոմա էր։ Ռուսաստանում Սյոմա են ասում, չգիտեմ ինչ էր իսկական անունը։ Ասա Վարմեն, Սյոման ինձ կանչել է իր տուն։ Արի գնանք, պայմանավորվել ենք ժամ։ Ես շատ ուրախությունով վեր կացա եւ իր հետ գնացինք եւ հանկարծ մոդիկանալով իր տանը այդ նարկոտիկի այդ գրոյկեքը ոնց աղերեն բաների տակ, պերեժվանյաների տակ, ապրումների տակ։ Սա վազելով եկավ ու բռնեց ձեռներս եւ սկսեց պաչել։ Ես արդեն շատ վատ վիճակի մեջ եմ ընկել։ Ինչ ես անում, սպասի, աղաչում եմ, ասում, ինձ փրկեք, ինձ օգնեք։ Ասեմ, հա լավ, սպասի, չի թողնում, գիտեք։ Ասեմ, սպասիկ, ամեն ինչ կանենք եւ մենք աղոթեցինք իր համար։ Մենք քանի օր գնում էինք եւ լավ ժամանակ էինք հասկացնում իր հետ։ Եվ այս տղան եկավ հավաքույթի։ Եվ կակրած մեր մոտ հյուր կար։ Եվ այդ տղան երբ որ եկավ հավաքույթի մի քանի անգամ եւ մի օր էլ եկավ այդ հյուրը երբ որ տեղ էր մի ուրիշ տղայի հետ ռուս։ Եվ հանկարծ հավաքույթի կեսին մենք տեսանք, որ այդ ռուս տղան իրան հանում է այդ հավաքույթի մեջից։ Սիտը շատ ճմլվեց, որովհետև այդ օրերի մեջ երբ որ գնում էինք իրան, մենք կարդում էինք նոր կտականը, մենք տվել էինք նոր կտականը, ինքը կարդում էր, ինքը ազատ էր, ինքը հանգիստ էր։ Ամեն օր ինքը զանգում էր մեզ եւ մենք գնում էինք եւ իր հետ ժամանակ էինք անցկացնում Տիրոջ մեջ, ինքը այնքան ուրախ ու երջանիկ էր։ Եվ երբ որ այդ տղան իրանը տեղից հանեց, երևի ինքն էլ իր նման մի նարկոման էր այդ տղեն, ճանաչում էին։ Ես չէի ճանաչում, բայց ճանաչում էինք քաղաքում, որ ինքն էլ մի վերջնակետին հասած նարկոման էր այդ տղեն։ Եվ երբ որ այդ տղեն իրան ժողովի կեսից հանեց, ցիրտներս ճմլվել էր եւ հաջորդ օրը մենք գտանք իրան, ասենք, ինչի դու եկար այդտեղից, ինչի գնացիր, ասում է, դե այդ տղեն չկարացավ նստի, ինձ հանեց, ասենք, արի, նորից մենք գանք, ինքը այդ ազատելուց հետո այն ինչ որ ընդունել են ազատությունն ու սերն Աստծո իր կյանքի մեջ։ Արդեն ինքը կամանցից դա հետ էր տալիս։ Եվ չանցած շատ կարճ օրեր, մի քանի օր այդ ամեն ինչից հետո առավոտը զանգեց մեր եղբայրն, ասավ, գիտես, Սյոմայի վիզը կտրել են։ Եվ հենց այդ տղեն, որ հավաքույթի տեղից իրան հանել էր։ Ինչ ասում ես պատմությունը,
Ինչ եմ ուզում ես քեզ ասեմ։ Այն ինչ որ քեզ տվել է ազատություն, կյանք ու ողորմություն, թույլ մի տա թշնամուն, որ գողանա այդ ազատությունդ, փրկությունդ ու ողորմությունը, որ Աստված քեզ արել է։ Որովհետև ոչ մեկս չգիտենք, թե վաղը ինչ կլինի մեզ հետ։ Աստծո հաճությունը իմ ու քո վրա է, արդեն իմ ու քո վրա է, որովհետև երբ որ դու երկար մտածես, ինչքան մեծ հնարավորություն ունես եւ ստացել ես Տիրոջից, որ այսօր ոչ թե այստեղ ես, այլ ճանաչում ես նրա անունը։ Սա մի հրաշք է, սիրելիներ, եթե դուք ավելի խորը մտածեք, սա մի հրաշք է։ Պետրոս առաքյալն առաջի թղթի մեջ իրան ասում է, դուք որ չտեսած սիրում եք։ Ես պատկերացնում եմ, հասկանում եմ Պետրոսին, ինչ որ միտեղ, որովհետև ինքը այն սերը, որ ուներ Աստծո հանդեպ, ինչ որ միտեղ միգուցե կապում էր նրա հետ, որ 3 տարի ու կես իր սեփական աչքերով տեսել էր։ Հովհաննեսն ասում էր, որ մենք տեսանք կյանքի բանին, շոշափեցինք նրան, նա ձեռք էր տվել։ Նրանք տեսնում էին այն հրաշքները, որ Տերն անում էր այս աշխարհի վրա։ Նրանք տեսնում էին այն ազատություն, այն կյանքը, որ դուրս էր գալիս իրանից։ Եվ երբ որ Հովհաննեսն ասում է, մենք շոշափեցինք նրան, երբեմն մտածում էին, միթե սա մարդ է։ Միգուցե թաքուն գալիս էին ձեռը էին տալիս, միթե սա մարդ է։ Որովհետև նրանից ոչ միայն հրաշքներ էին տեսնում, այլ կյանք, որ փոխանցվում էր իրանց։ Դրա համար Պետրոսն ասում է, դուք որ չտեսած սիրում եք, զարմանում էր երբ միգուցե։ Ես սա եմ ուզում ասեմ, երբեմն մտածեք սրա մասին, որտեղից գիտեք Հիսուսի անունը։ Այդ ոնց հավատացիք։ Ոնց եք հիմա խելագարի պես սիրում։ Ոնց եք հիմա ուխտեր արեք դուք ձեր կյանքի մեջ, որ մինչև ձեր կյանքի վերջը պիտի հետևեք։ Ում։ Միթե սա հրաշալի պատիվ չի ձեզ տրված Աստծո Սուրբ Հոգուց, որ ճանաչեք միակ կյանքի աղբյուրին, ողորմությունին, միայն կյանքին, Հիսուսին։ Մեզ թվում է, որ այսպես էլ պիտի լիներ, մեզ թվում է, որ մենք ինչ որ մի բան արեցինք, միգուցե երբեմն մենք որ մեր կյանքի ապաշխարության մասին վկայում ենք, շատ անգամ շեշտադրություն այնպես ենք դնում, որ մենք ընդունեցինք, մենք համաձայնվեցինք, սիրելիներ, չկամենք նրա բացառիկ ողորմությունը կամենակ։ Բա ինչի մինչև այդ մենք չէինք։ Բա մինչև այդ ինչի մենք չէինք կարողանում հասկանանք, եթե դա իրապես մերն էր։ Ամեն բան նրանով է։ Ամեն բան նրանից է։ Ու մի մոռացեք, ամեն բան նրա համար է։ Եկեք գտնվենք Տիրոջ մեջ։ Ամեն բան անենք, ոչ թե միայն Տիրոջով ապրենք, այլ Տիրոջ մեջ ապրենք։ Ինձ թվում է դուք ավելի լավ կհասկանաք ինչ էր ուզում Մովսեսը։ Ցույց տուր ինձ Տեր քո փառքը։ Եվ այն Մովսեսն էր, որ նոր կտակարանում ասում է, որ Մովսեսն էլ խոսեց այս օրերի իմ մասին։ Եվ ոչ միայն Մովսեսը, այլ բոլոր մարգարեները խոսում էին այն երանելիի մասին, որի հետ այսօր մենք հաղորդակցություն ենք իր Սուրբ Հոգու միջոցով։ Ամենաթանկ բանը, որ այս կյանքի մեջ կա, սիրելիս, դա ժամանակն է։ Եթե այսօր ինչ-որ մի բան քո կյանքի մեջ այնպես չի, եթե քո աչքերը տեսնում են ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկի ունեցվածքին կամ ապրելաձևին, որ մի քիչ ավելի լավ է, որ փափագում ես հասնես, չես կարողանում հասնես, մի կողմ դիր, ավելի երանելի բան ունես, որ դրանով կարող ես ապրել եւ երջանիկ եղնես։
Հավատացեք, ինչքան մարդու կյանքի մեջ իր ունեցվածքը շատանում է, այդքան դժվարանում է մարդը պահել այն, ինչ որ առաջ ուներ Տիրոջ հանդեպ։ Մեզ թվում է, որ եթե ինչ-որ մի բան ավելանա իմ կյանքի մեջ, ես ավելի հեշտ կգնամ Տիրոջը։ Ավելի հեշտ կեղնի իմ եկեղեցի գնալը, իմ ծառայությունը։ Մի հավատացեք դրան։ Ես իմ կյանքի փորձից ասում եմ։ Մի հավատացեք դրան, դա այդպես չի։ Աստծո խոսքն ասում է, որ ինչքան շատանա, այդքան էլ սիրտը դրա հետ գնում է։ Բավականին ուժ է քեզ պետք, որ քո սրտին կանգնեցնես։ Ավելի շատ ուժ, քան որ սկզբում ունեիր։ Ընդունեք այն ինչ որ Տերը տվել է։ Ուրախացեք այն ինչ որ Տերը տվել է արդեն ձեզ։ Աղոթք արեք։ Վստահեք Տիրոջը։ Մի վախեցեք ոչ մի բանից։ Աստված հոգ անում ձեզ համար։ Աստված խոստացել է, որ երբեք չի թողնի։ Երբեք մի մտածի, որ քո ժամանակն անցել է։ Երբեք մի մտածի, որ ինչ որ մեկը քեզ չի նկատում։ Սիրելիս Տիրոջ ձեռների մեջ ամեն բան։ Ես միշտ Տիրոջն ասում եմ, Տեր, մի բան եմ խնդրում քեզանից։ Օգնիր ինձ, որ հանկարծ չընկնեմ այն վիճակի մեջ, որ Նաբուկոդոնոսորն էր, որ անասունի պես եղնեմ։ Հասկանում եք, Աստված ընդամենը վերցրեց մարդու վրից միտքը եւ ասում անասունի պես էր, խոտ էր ուտում։ Մի մարդ, որ զարգացած էր ինտելեկտով, ուժով, կարողությունով, գեղեցկությունով, փառքով, ամեն բանով։ Սա խոսում է մի բանի մասին, որ այն շնորհը, որ Տերը տվել է նրան ճանաչելու, նրա մեջ մնալու, գնահատեք սա։ Մի արհամարեք, որովհետև միգուցե ինչ-որ մի օր ոչ թե կվերցվի, այլ կպակասի քո կյանքի մեջից, որովհետև եթե մեկը չի գնահատում մի բան, չի ավելանա իրան։ Թող Տիրոջ շնորհն ու ողորմությունը սիրելիս քո կյանքի մեջ հաստատ եղնի։ Գոհացի ինչ որ ունես։ Ձգտի մնալու Տիրոջ մեջ, դա ամենաապահով տեղն է, որտեղ Աստված իր ձեռքով կփակի քեզ։ Դա այն խորոչն է, որ իմ ու քո պատճառով Տերը ստացավ։ Եվ իմ ու քո ավետարանն ասում է, որ այդ վերքերով մենք բժշկված եւ ապահովագրված ենք։ Նա այն խորհուրդն է, որ ամեն անգամ, երբ որ հաց ենք կտրում հաղորդության, հիշենք, որ նա կտրվեց մեզ համար, ներ ջարդվեց, որ այսօր մենք ամբողջական եղնենք, այսօր մենք երջանիկ եղնենք, այն ինչի մեջ որ կանք։ Ամեն։ Ես ուզում եմ, որ մեր գլուխները խոնարհացնենք։ Եվ աղոթենք, խնդրենք Տիրոջը, որ Տերը լուսավորի մեր սրտերը եւ մեր հոգին։ Տիրոջ խոսքն ասում է, որ Աստված ճանաչողության համար ամեն բաները տրվել է մեզ։ Տիրոջ խոսքն ասում է, որ որպես կրկնություն աստվածային հաճության ամբողջությունը միայն Հիսուս Քրիստոսի վրա է։ Ես ուզում եմ, որ դու ավելի պարզ հասկանաս ու իմանաս, ինչքան ուզում ավազես, ինչքան ուզում ամենալավն անես, լավ է, որ մենք ամբողջ էությունով, ամբողջ հոգով, ամբողջ կարողությունով ծառայում ենք Տիրոջը։ Բերես ամեն ինչը նրա մեջ եղնի։ Որովհետև մենք որևիցե մի տաղանդով, որևիցե մի շնորհով
չենք կարող մեր Տիրոջը հաճեցնել։ Աստծո ամբողջ հաճությունն իր որդու վրա է։ Ես ուզում եմ սա կրկնեմ ու կրկնեմ։ Ինձ համար կրկնեմ, քեզ համար կրկնեմ։ Աստծո ամբողջ հաճությունը դա իր որդու վրա է։ Աստծո ամբողջ հաճությունը։ Աստծո ամբողջ հաճությունը։ Ամբողջ հաճությունը։ Ավետարանի մեջ մի քանի անգամ խոսում է, որ նա Աստծո աներևույթ պատկերն էր։ Մի ուրիշ տեղ ասում է էության բուն նկարագիրն էր։ Եկեք մենք էլ Մովսեսի համար ասենք Տեր, ցույց տուր ինձ քո փառքը։ Սա էր Աստծո փառքն իր որդին։ Հեռացրու մեր աչքերը այն նյութականից, այն ֆիզիկականից, որ մտածում ենք, որ սա Աստծո փառքն է։ Դիր մեզ քո որդու մեջ։ Օգնիր մեզ Տեր, որ ամեն ժամանակ պատվական անարգից կարողանանք զատենք։ Օգնիր մեզ, որ մենք կարողանանք ամեն անգամ հիշենք, որ մենք հող ենք։ Եվ դու փչեցիր մեր ռնգած մեջ և մենք կենդանի հոգի ու շունչ դառանք։ Եվ մենք հիշենք Տեր, որ որտեղից եկանք, որտեղից ես դու մեզ հանել ու բարձրացրել։ Որ հասկանանք ամեն բան քեզ է պատկանում։ Եվ ամեն փառք, որ երբևիցե այս կյանքի մեջ կարողանանք ունենալ, բոլորը քեզ է պատկանում Տեր։ Ամեն բան քեզանով է, քեզանից ու քեզ համար։ Թող քո անունը փառավորվի ամեն ինչի մեջ։